Жизнь невозможно повернуть назад. И время ни на миг не остановишь. Նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում։ Չենք շեղվում, հա, օքեյ։ Այնքան դրամատիկ էին դեբատները։ Ես ես այդ չեմ բանավիճի, ես ես այդ պատերով կտամ։ Բարև ձեզ, եթերում արում կոմեդին այս ինչա կատարում այս քանի օրը, Աղազարյանի մանդատները, ձերբակալություններ Գյումրիում, դեբատներ։ Բարեբախտաբար Աստված ձեզ տվել է մեզ եւ միասին փորձենք ոչ մի բան այսօր բաց չթողնել, իսկ որպեսի մենք զգանք ձեր սերը, կարող եք ամսական մոտ 1200 դրամի միանալ մեր Patreon-ին։ Մենք մեր սերը նաև զգում ենք մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ի կողմից, ում արտադրած արմատուրաները բազմաթիվ կլորացված աչքերի պատճառ են դարձել։ Մարդիկ չեն հավատում, որ Արարատում կարող են արտադրվել գերմանական տեխնոլոգիաներով արմատուրաներ, բայց դե հիմի է դա։ Իսկ GTB Steel-ը ասում։ Արթնացրեք ձեր բիզնեսը բարձր որակի Time Search-ով, որը հեսանալի կգասի որն է։ Որը Ներոբինն է, բարեկամներ, որը համագործակցում է գրասենյակների հետ, հորեկա ոլորտի հետ, բոլոր նրանց հետ ում անհրաժեշտ է համեղ, թարմ, բարձրորակ սուրճ։ Մանավանդ, եթե դուք էլ համեղ, թարմ, բարձրորակ բիզնես եք, ուրեմն ձեզ դուր կգան ուրբաթ օրերը Ներոբինում։ Արթնացեք եւ արթնացրեք։ Ներոբինը սուրճի հատիկները ներկրում է ողջ աշխարհից, մշակում այստեղ Հայաստանում, այնուհետ հմուտ բարիստան այն վերածում է կոֆեինային գլուխգործոցի։ Պատրաստ եք։ Պատրաստ եմ։ Դե ուրեմն Bean Voyage, Nero Bean Voyage։ Ինչի եմ ես տժում։ Դա մեր բրազիլական իմպորտն է, կոֆեինացնում է ու տժժցնում։ Հələ սա փորձեք։ Էս էլ Աֆրիկայից է, հա։ Եթովպիան է, սուրճի ծննդավայրը։ Բայց ուզում եք էլ մի պարեք, որտեղ կարող անձրև գա։ Իմ անունն է Սերխիո։ Դու ունես ապրանք, ես գիտեմ ինչպես վաճառել։ Մեզ պետք է երկու Սուզանա ու ինքնաթիռ։ Կոլումբիականը Իրանը ասեց. համեցեք Ներոբին Black Label Piazza Grande-ում կամ երազ թաղամասի մեր մասնաճյուղ։ Մի հատ էլ թունել ենք փորում մասնաճյուղերի տակ ու միլիոններ ենք աշխատում։ Միլիոններ։ Եվ այսպես ազգային ժողովը ազգին հնարավորություն է տվել այսուհետ փողոցում մոտենալ Հովիկ Աղազարյանին եւ ձեռնամուխլնել, Այո, Պորնասպետը այլևս անձեռն մխելի չէ, բայց նախքան դա քաղաքականության շնաձուկը երկեց իր կարապի երգը։ Միանգամից գուշացնում ենք նյարդերից թույլ մարդիկ, հղի կանայք, ծծկեր երեխաների տեր կանայք եւ Slavic intolerant մարդիկ հեռացեք էկրաններից։ Իմ դեմ ցուցմունք տվող Սլավիկ Պողոսյանի նկատմամբ ընթանում է դատավարություն վարորդական իրավունքների հետ կապված մեղադրանքների հիմքով։ Հաջորդը Սլավիկ Պողոսյանը եւ ես ցուցմունք ենք տվել, որ Սևանում զրուցել ենք երկուսով։ Աշոտիկ Կամավոսյանը ցուցմունք է տվել, որ ոչ զրուցել ենք երեքով։ Հիմա մի կողմից ունենք Սլավիկ Պողոսյան, մյուս կողմից ունենք Աշոտիկ Կամավոսյան։ Երկուսն էլ հավասարապես կարևոր են այս պորնո սկանդալի հարցում։ Այսինքն вообще կարևոր չեն, ոչ մի ձև։ Բայց Աղազարյանը սիրուն ամեն ինչ դասավորեց, շարեց իր տեղը։ Հաջորդը Աշոտիկ Կամավոսյանը հանդիսանում է Սլավիկ Կարապետյանի աները։ Իսկ Սլավիկ Կարապետյանը նույնպես անցնում է վարորդական իրավունքների այդ հայտնի գործով։ Հայտնի, հա, առաջին տեղում Թրամփի պորնո սկանդալն է Ստորմի Դենիելսի հետ, հետո գալիս է միանգամից Աղազարյանի, Սլավիկի ու Աշոտիկի միասնական պորնո սկանդալը։ Իսկ պորնո սկանդալ չէ, կոռուպցիոն ավելի շուտ։ Եթե Աղազարյանը մեջն է, ուրեմն պորնո սկանդալը։ Այսուհետ միշտ։ Այսինքն ինքը հացանցվում է, ինքը Լավ, շարունակենք sense մտնել Սլավիկներ եւ Աշոտիկներ բրազիլական reality show-ի մոտ, որը մտնում է ավելի բուրըն փուլ։
Porno reality show։ Pornality։ Pornality։ Գործի հետ կապված բուրըն գործողությունները ծավալվում են 2023 թվականի օգոստոսի 8-ից մինչև 11-ը։ Իսկ դրանից 20 օր հետո, օգոստոսի 28-ին, իրականացված ներքին դիտման տվյալներով Սլավիկ Կարապետյանը, Աշոտիկի փեսան, բոլորովին ոչ բարեկամական տոնով Սլավիկ Պողոսյանից հարցնում է, թե ինչ եղավ ձեր բռնած գործը։ Ոչ բարեկամական տոնովը ո՞րն է։ Դե մոտավորապես երևի մեր ինտելիգենցիայի նման։ Այդեն Սլավիկ Կարապետյանը Աշոտիկ կամ Սարակոսյանի Կամավոսյան։ fucking փեսան խույվորեց գործընթացքից։ Կակովը խուսականչեց Աշոտի Կամավոսյանի փեսան, ինչը ապացուցում է, որ այս գործընթացը մեր տաշեղին չի։ Տաշեղին դեր կանդրադառնանք քիչ ավելի ուշ։ Իսկ այժմ նորից հանենք Աշոտիկին գցենք Սիրահարների այգի։ Ալի հավաքի թեզի հենքով էլ հիմնավորվում է Սլավիկ Պողոսյանի եւ Աշոտիկի իմ որպես այսպես կոչված 3 երակով հանդիպումները։ Այդ Աշոտին ես հանդիպել եմ 1 անգամ Սիրահարների այգում։ Էլուր, եթե ոչ Սիրահարների այգում։ Իսկ սրտակեր Սլավիկի հետ։ Սլավիկ Պողոսյանի հետ ես Սևանում զրուցել եմ առանձին։ Սևանում ես անց եմ կացրել իմ հանգիստը ինչպես միշտ։ Ոնց է շատ վատ դպրոցական շարադրություն ունի։ Սովորականի պես հանգստանում է Սևանում, ջրահարսիկ պանսիոնատում։ Մեկ էլ հայտնվեց Սլավիկը։ Ու մնացածը լսել եք մեր նախորդ թողարկումները, կարող գնաք նայեք, այդ ընթացքում ԿՊԱ-ականները սովետավարի տովարիշսկի սուդ նախշեցին Աղազարյանին։ Ինչը դուր չեկավ բուն Աղազարյանին։ Հնաց չկանը, որ պարոն Կոնջորյանը ասեն քննադատում է ընդդիմադիր մեր գործիչների, որ իրանք ինձ որպես տաշեղ օգտագործում են։ Ինչ որտեղ նաև կարող է ոչ թե կարող է համաձայն եմ բնականաբար, բայց ոչ թե որպես տաշեղ վիրավորական բառին հիմա պատասխանը կստանա պարոն Կոնջորյանը մի քիչ հետո։ Մի քանի րոպե հետո պատասխան եղավ։ Հենց սա չէ, բայց շատ մոտ էր։ Իսկ Աղազարյանը տղայականով լավ ճնշեց Կոնջորյանին։ Պարոն Կոնջորյան, դուք գիտեք իմ անձնական վերաբերմունքը ձեր նկատմամբ խիստ դրական։ Բայց ի տարբերություն որոշ մի քանի օգու։ Բայց ասենք դուք ձեզ կարաք երթվեք։ Ես կարող կներեք 1000 անգամ քֆուր ուտեմ։ Դուք կարաք երթեք, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին։ Կարաք երթվեք, դուք երթվեք ուրեմն։ Կարակ ասեք շան տղալն եմ, թե քաղաքական պատվեր է։ Աղազարյանը նաև ասեց, որ ընդդիմությունց լավ է ընդդիմության գործը արել։ Մանավանդ Նիկողայոս Տիգրանյանի փողոցի վրայի կարտոշկաների գործով։ Այն որ ազատագրեց փողոցը կարտոշկաներից, այսինքն տշեց մի քանի մեշոկը գցեց են կողմ։ Ստեղ մութ պատմություն կա։ Այդ տեղանքը Արցախը ազատագրելուց հետո երկրապահները բռնազավթել էին։ Երկրապահները Արցախը ազատագրելուց հետո եկան ու օկուպացրեցին Նիկողայոս Տիգրանյանը կարտոշկայով։ Այո, միչև չեկավ Աղազարյանը ու չազատագրեց փողոցը։ Ազատագրման կադրեր ունենք։ Նու պատկերացնում եմ, որ մոտավորապես սենց ա եղել։ Ինչքան նայում ես նայվում է էլի։ Աղազարյանը մեղադրեց Փաշինյանին կուսակիցներին չափազանց շատ սիրելու մեջ։ Էդ ո՞նց։ Ասեցի, պարոն վարչապետ, դուք մեզ շատ եք սիրում։ Որ շատ եք սիրում, ուժեղ եք գրկում։ Որ ուժեղ եք գրկում, խեղդվում ենք։ Նա թողեք դրան կարում ենք մենք քայլեմ, թե չէ։ Այդեն սախիտ խեղդել է հիմա ինքը, գրկել խեղդել է դառնա ավտորիտար ղեկավար։ Այդ ջիգար ունի էլի Փաշինյանը։ Okay, ես հասկացա, Փաշինյանը այն գյուղից եկած մորքուրն է, որ այնքան է քեզ սիրում ամեն անգամ որ գալիս է, որ վեր այս իմաստավորում ես բարեկամների դերը քո կյանքում, ուզում ես գնաս փոխել ազգանունդ ու բնակության վայրդ։ Բա ինչի Փաշինյանի ժամանակին, կուսակիչ ժամանակը տենց բաներ չէր ասում Աղազարյանը, հա? Հարցրեց լրագրողներից մեկը։ Այդ ժամանակ պետք է վեր կենայիք եւ քննադատեիք այս իշխանության ոչ ժողովրդավար մոտեցումները։ Жизнь невозможна, повернуть назад, и времени на миг не остановишь. Жизнь невозможна!
можно повернуть назад, и времени на миг не остановишь. Արա ջոգում ես Աղազարյանն էսես լրիվ relax ա եղել ու վայելում ա իրա ռեպրեսիաները։ Ոնց շվայլես երբ հետևդ Ասլանյանը այնտեղ կանգնած է ու նայում է որ հանգած մազ անգամ չպակասի Աղազարյանի գլխից։ Մենք ես ասում եմ բլա։ Այ բլա, ինչ։ Դե ում էլ Հակոբ Ասլանյանը այսքան դուխտա մի քիչ կառույթավորվի բա։ Մի հատ էլ կարանք ես վերջի պահը։ Ես ասում եմ բլա։ Ոչ մի բան։ Ոչ մի կողոքի նախապատրաստում է որ ճիշտ մտնի խոց։ Այո։ Տենց չէ։ Բանյատներն է կաղաց սովորում։ Okay, վերադառնանք ազգային ժողով, որտեղ Աղազարյանն ահագին բշտեց գլխավոր դատախազուհուն։ Երբ որ դուք ասում եք սուտ է ասում։ Դա դատախազը կարա այսպես արտահայտություն արի։ Պարոն Աղազարյան, դուք ճիշտ եք ասել, որ ՍԱՏՄ պաշտոնյային չեք զանգել։ Դուք ճիշտ եք ասել, որ ՍԱՏՄ պաշտոնյային չեք զանգել։ Ճիշտ եք ասել։ Ոնց չեն հարցրել։ Հարցաքննության արձանագրության մեջ երևում է։ Տիկին Վարդապետյան, ինչ չեն ասել զանգել եք, թե չեք զանգել։ Անջատեք պարոն Աղազարյանի Ձեզ հարց է տրվել։ Կապ հաստատել եք, խոսել եք, դուք ասել եք ոչ, հերքել եք փաստը։ Ստեղ փոքրիկ թյուրիմացություն կա։ Այո, Սլավիկը դիմել է Աղազարյանին, որպեսզի ճշտի փոքրիկ անասունների հարցով մի հատ հարց։ Այո, Աղազարյանը զանգել է փոքրիկ անասունների հարցով պաշտոնյային եւ ուստեղ հիմա սկսելու է զռալ, որ Աղազարյանը սուտ է խոսում, բայց շարունակենք։ Բայց զանգել է լրիվ ուրիշ հարցով։ Ինչ հարցով։ Ինչ հարցով։ Չի ասում ինչ հարցով, բայց լրիվ ուրիշ հարցով է ուղղակի զուգադիպել է, Սլավիկը դիմել է, այսի զանգել է, բայց լրիվ այլ հարցով։ Ուզում ես ասես սուտ ասում Աղազարյանը երբեք։ Կարող է եւ ստում եմ բնականաբար, իմ պաշտպանական տակտիկայի մեջ կարող է եւ ստում եմ։ Թող դա բարձր իրավաբանարները։ Fucking shit, կարող է եւ ստում են։ Так, mir Աղազարյան, նախ вообще քո գործին չես ոգում։ Երկրորդը կարող է դակտիկական սուտա ավելի մեծ ճշմարտությունը պաշտպանելու համար։ Ի վերջո, նույնիսկ այս տակտիկան ստելու չոքնեց եւ համ իրան, համ են մյուսին այլում են զրկելու։ Տարոն Մարկյանին զրկեցին անձեռամխելությունից, բայց դրանով չավարտվեց թեժ քննարկումների արժեքը, որտեղ այս երկորը շատ խառն էին։ Սիսակ Գաբրիելյանը հունից հանեց Փաշինյանին։ Մի րոպե։ Փաշինյանի, Սիսակը։ Գիտեմ, շատ զարմանալի է, բայց Մեր ընդդիմությունը կարծում եմ, որ այս բանակցությունները ինչ որ զիջման մասին են, այսինքն հայ ժողովուրդը ձեզ մանդատ է տվել գնալ Ադրբեջանից ինչ որ զիջում պահանջել։ Հա, բայց ոնց որ հանգիստ հարց է տալիս։ այո, հանգիստ հարց, անհանգիստ պատասխան։ Գնացեք, արա, եթե բան չկա բանավիճելու, վերընկեք տեղները, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներիս հետ խաղակ։ Գոհե Սիսակ։ Ով կմտածեր, որ Սիսակ Գաբրիելյանի, նույն Արտիվ Գաբրիելյանը լներ ասել, Սիսակ Գաբրիելյանի մելանխոլիկ հարցը զոնց ունից կհանի մեծ արգով արչապետին։ Արա ջոգում ես ասում եմ քաղաքական դիակները ձեր տեղից կանեմ։ Արա այդ ինչ տիպի ես ապերից հանել այդ մարդուն։ Իրականում Փաշինյանը շատ է նեղվել, որ բանավեճի չեկան երեք նախկին նախագահները։ Նեղվել է։ Հարցը ինչի մասին էր։ Այն մյուս կետերի մասը կարող եք ընդհանրական թեկուզ ասել, ինչին են վերաբերվում եւ արդյոք այդտեղ կա թեկուզ մի տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը։ Ոնց որ թե հանգիստ հարց էր։ Բայց ոնց այդ հարցը վերածվեց սրան։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ В общем, ամեն ինչ անում է, որ գան բանավեճի, ով որ չեկավ, ուրեմն վախենում է, որ ոտի տակ կգցեն։ Այո, ու ի պատասխան Փաշինյանի երեք նախագահները ասցին ժամասա տեղասա գալիս ենք։ Այ տենց դուխով պատասխան մեկ այլ մուլտիտեզերքում, իսկ մեր մոտ մոտավորապես սենց էր պատասխանը։ Ինչև բանավեճը ինքը պետք է որևէ կլինիկայից մի փաստաթուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չի։ Նոր դրանից հետո քննարկել ընդհանրապես իր հետ արժի բանավիճել, թե չէ, այդ մարդը լուրջ հոգեկան խնդիրներ ունի։ Ոնց որ չի ստացվում, հա, բանավեճը։ Okay, եթե վստահ եք, որ լուրջ հոգեկան խնդիրներ ունի, ապա խիա ընդդիմությունը sense լուրջ դեմքով sense լուրջ հարցեր տալի ու ինչ բան ակնկալում։ Մի Արցախ էս պայն գոյություն չկա, քիչ չի։ Դուք մի հատ էստեղից գալիս եք հայտարարում եք, որ Արցախի հարց չկա։ Հազարամյակներով որ այդ մարդիկ մեր հայրենակիցները ապրել են այդտեղ չկա։ Վերջ։ Փոքրիկ Սերգեյի համբերության փոքրիկ բաժակը լցվեց։ Ոչ այնքան իհարկե ինչքան
Սիրելի Գառնիկ դալեցվել վերջի ամսում, բում, բայց էլ չեն իմանում։ Էլի ուզում ես ընդդիմությանը կպնես, հա ինչը դուրը չեկա։ Okay, եկեք sense պայմանավորվենք։ Okay, սաղ վատ է, ամեն ինչ վատ է, բայց ինչ իմաստ ունի գար րոպեն մեկ ասել Արցախը կորավ հազարամյա մշակույթ, այդ մարդիկ բան, կլինի ուղղակի սուս-փուս աշխատենք, կազմակերպենք ու ժեղանանք ու առանց ազգային ժողով գալու ու ասենց ու Արցախը բան ասելու գնանք ազատագրենք։ Եթե կարող զգանք որ ավելի ենք ուժեղացել, ղարսնել վերցնենք, եթե կարողանանք Ռուսաստանի կեսը վերցնենք, սաղ տիեզերքը վերցնենք, ուղղակի դա անենք, ոչ թե ասես գալով մեր մշակույթը, արա, կարա կազմակերպվեք ուժեղացեք վերցրեք արա ու կարողա նաև առաջարկեմ ընդդիմության եթե իրոք ուզում են հզորանանք, մեծանանք, բնակեցնենք, ազատագրենք, մարդը մի 10 երեխա հետ գցի, ոչ թե հիմիկվա նման 1.5 երեխա միջինում ընդդիմությունը ունի ու պլանավորում է մի ամբողջ պատմական Հայաստանը պահել, որտեվ այդ տես տրամադրված են կամ օքեյ, գոնե մարդը ինչ որ մի տեխնոլոգիա, որով կարողանանք պահել ու զարգանալ ու գնանք առաջ ու նվաճենք, ինչը շատ հավես կլինի, բայց եթե դա անենք զարգանալով ոչ թե ուղակի տենց ազգային ժողովում տրծնելով։ Կթողես Գառնիկը հարցը վերջացնի։ Եվ հերիք ա մեզ սովորցնեք ինչ ուտել, ինչ քշել, ինչ հագնել, ինչ սովորել։ Հոգնել ենք արդեն դրանից։ Թող ոչ չսովորացրի սիրելի Գառնիկին, թե ինչ ուտել։ Հոգնեցինք վայ։ Սովորաբար հոգնածների համար մի պրոցեդուրա կա, այդ հանգստանալն է։ Հոգնացեք, հանգստացեք։ Բոմ, էլեգանտ կրուտիտի արքայի կողմից։ Իդեպ հարցը սահմանազատման մասին էր, ինչը իրականում շատ կարևոր է, բայց սիրելի Գառնիկը տենց էլ չսովորեց, այդ հարցը նորմալ ձևակերպել։ Ձեզնից եք հոգնել, ինձնից հանգստացեք։ Եթե հոգնել եք ինձնից, ինչ եք հարց տալիս։ Հարց մի տվեք, որ ավելի չհոգնեք, որովհետև իմ Ինչ ասեք։ Կրասավչիկ, սատկասնում է։ Սիրելի Գառնիկի կյանքը կրճատելու, հազար անգամ ասեմ, մի տվեք, մի հատ թեթև զացեպ կա, որ շեղվի բուն հարցից, ինքը շեղվելու արքան է։ Вообще վարչապետը, եթե այդ փոքրիկ աղետը բերելու հանգամանքը չլներ, ինչքան կայֆ վարչապետ կարող լիներ։ Ես համոզված եմ, որ անգամ 100,000-ավոր մարդիկ էլ փողոցում լինեն, դուք գնացող չեք։ Հա, զուտ դրա համար սիրելի Գառնիկը 100,000-ավոր մարդիկ չի հավաքում, միտեղ, որտեվ գիտի, որ մեկ ասա գնացողը չի։ Նա, օքեյ, իսկ ինչ ռացիոնալ հարց տվեց սիրելի Գառնիկը։ Սիրելի Գառնիկը ռացիոնալ հարցերի համար չի գալի ազգային ժողով, ինքը տրամի պատասխանատուն է։ Բազմաթիվ ուրեմն ցույցերի աննազանդության ակցիաների մասնակից եմ եղել, իմ մաշկի վրա զգացել եմ, էլի, այդ ռեպրեսիոն համակարգը, որ սկսվում է, ոչ մեկին չի խնայում։ Հա, այդ ռեպրեսիաների արդյունքում էլի գրնոս լցվեց 7 կիլո վերջի մի ամսում։ Այստեղ չէ, էլի, այդ ռեպրեսիայի արդյունք չի, ուրեմն շատ ես ուտում։ Հա։ Դեպրեսիայի արդյունք էլ է երբեմն։ Ինքը ռեպրեսվում է, բայց մյուսներին հանում է դեպրեսիայից։ Ժողովրդավար երկիր լինի, որ իր կարծիք արտահայտող մարդը չհայտնվի էլի ինձնից ցախ։ Շնորհակալություն, պանդան։ Ձախ աղազրաններ։ Նա մի խինդ, մի ուրախություն, մի աժը ու մի Գառնիկ։ Իսկ մյուս քպայականները չեն վախենում հայտնվել աղազային տեղը, այսինքն գրնոյից ձախ։ Պարոն Սիմոնյան, մտավախություն չունեք, որ կարող է Հովիկ Աղազյանից հետո հաջորդը լինեք դուք։ Նա ձուկարար մտնեմ կխոսեմ։ Ժողովուրդ, թողեք մարդը հանգիստ պզծնի։ What's wrong with you, ժողովուրդ։ Չունի այդպես մտավախություն, ինչ ասեմ։ Վերադառնանք ԱԺ, որտեղ բոլոր արդեն գնացել եկել են, բայց երկար չենք մնացել, որտեղ ընդդիմությունը շարունակում է օգնել Նիկոլին։ Ցավոք եւ ողբերգությունն այն է, որ ձեր կայացրած որոշումները միայն այդքանիդ վրա չի, որ տարածվում է։ Ձեր կայացրած որոշումների հետևանքը կրում է ամբողջ հայ ժողովուրդը։ Եվ ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր իսկ խոսքերը, որ երկրում իրական իշխանությունը ժողովուրդն է, դուք ընդհանրապես տեղապահն եք։ Աննա, հենց անիֆից շեղվում եք միանգամից ինչ որ անիմաստ լիրիկական զեղումներ են սկսվում, դա օգնում է իրան։ Մի րոպե, բայց կարող է էսի այդ կետն է, որից Նիկոլը հուզվում է հենց ազգային ժողովում, ու վсё։ Այդ բանի տեսական օթից վերցրած, տենց ինչ որ պաթոսով, բան ինչ, իսկ թվում է նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք ստեղ տենց ինչ որ ցնցվելով, բանանելով, տենց ինչ որ բանի պաթոսի այդ օվերդոզից Չէ, չհուզվեց։
Շա, վերադարձեք փաստարկներին ու ոչնչացրեք Պաշտյան։ Այնտեղ բռնաճնշումներ տեխնացուների նկատմամբ անիվ, տո ես իմ լիքը գործեր։ Ձեզ համար շատ նորություն կլինի, որ այս երկրում եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք։ Դուք կոռեկտ արտահայտվեք։ Միակ բանը, որ կարողանում ենք խմել, այստեղ ջուրն է։ Միակ բանը, որ կարողանում ենք անել, դա հազիվ ջուր խմելն է, բայց դատելով գառնիկից ուտելը տեղն է։ Չենք շեղվում, հա, օքեյ։ Հիմա կարող է տես չթվա, բայց իրականում արտաքին վտանգներից են խոսում, ինչը կարևոր հարց է։ Տիկին Գրիգորյան դեղ խմելու մեջ ամոթ բան չկա։ Այսօր առավոտից գլուխս ցավում էր, դեղ եմ խմել։ Ճիշտն ասած հիմա էլա ցավում, ուզեի նորից խմեի։ Առիթ էր լավ, լեգիտիմացրիք։ Ու այսպես ընդդիմությունը շարունակում է լեգիտիմացնել Փաշինյանին։ Այ եթե կարանայինք հետ գնալ ժամանակի մեջ ու ինչ-որ бан փոխել ազգային ժողովում։ Жизнь невозможно повернуть назад, и время ни на миг не остановишь. Էլ բան չեմ ասում։ Շա, մնացեք մեզ հետ մանավանդ որ երկրորդ մասում Գյումրի քաղաքապետի տեխնացուների թեժ բանավեճնը կպնե կվարվի մի անգամից մատա։ Լինում է, չէ, երբ ընկերներից հետ մեկը ասում է նենց լավ ակցիա էր դոմուսում, նենց լավ բաներ արա, ուզում ես ասես, բայց Սերգեյ, բա կես բերան ասեիր։ Այլևս պետք չի հույսը դնել Սերգեյի վրա։ Վերցնում ես Telegram-ըդ, միանում ես Դոմուսի ալիքին եւ վուալյա, տեսնում ես բոլոր շահավետ ակցիաները Դոմուսի։ Ու ինչ, ու ակցիայի մասին իմանում եմ ավելի շուտ, քան Սերգեյը սաղ լավ բաները չի տարել։ Hence tense։ Так, ուրեմն միանում եմ Domus Stores, դուք եմ միացեք։ Ահա։ Եվ այսպես տեղի ունեցավ Գյումրիի քաղաքապետի տեխնացուների էպիկագույն բանավեճը։ Երբ ասում ես էպիկագույն, այսինքն պետք է հասկանանք, որ ինչ-որ պայից ինչ-որ բան շատ թարս գնաց։ Ինչ-որ պայից չէ, հենց առաջին րոպեից թարս գնաց, սենց ասեմ, այնքան դրամատիկ էին դեբատները, որ նույնիսկ որոշեցին անցկացնել դրամատիկական թատրոնում։ 5-րդը դեմոկրատական այլընտրանք կուսակցություն Արտյոմ Ղարաղազարյան։ 6-ը իմ հզոր համայն կուսակցություն Մխիթարյան Ռուբեն։ Պարոն Ղազարյան, Ռուբեն Մխիթարյան, հիշեք ապագայում գուցե շատ է պետք գալու։ Հենց սկզբից այսպես լարվածություն մտավ Ռուբեն Մխիթարյանի ու Ղազար Պետրոսյանի միջև։ Պետրոս Ղազարյանի։ Լավ չի, չէ։ Բայց այս հələ հետ լարված պահերը չեն, այս հələ ծաղիկներն են։ Այսօր թատրոնի միջազգային օրն է։ Ես շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Պարոն Մինասյան, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին դուք ձեր Facebook-յան էջում գրել եք, որ ամենալավ թուրքը սատկած թուրքն է։ Ձեր կուսակցության ղեկավարը մի անգամ նշել է, որ երբ իրեն թուրք են անվանում, ինքը թուրք բառից չի վիրավորվում։ Այս հələ բացումն է, այս հələ զուտ տականում ենք, բայց այստեղ պարզվում է, որ Սարիկ Մինասյանի վերաբերմունքը թուրքերին այդպես ընդհանուր չի բռնում ԿՊ-ի վերաբերմունքին թուրքերից, որովհետև Սարիկը որպես կամպրոմատ հանում է, որ ահա տեխնացուներից մեկը կացության քարտ ունի Թուրքիայում։ Իսկ կուսակցությունը ասում է Պարզվեց, որ Սարիկը նաև կամպրոմատ ունի Ռուբեն Մխիթարյանի վրա, որը հենց տեղում հանեց գցեց սեղանին ու սա դեռ առաջին 10 րոպեներ։ Վաստակում եք հայատ բառը օգտագործելով, վաստակում եք ձեր հանապազօրյա հացը, ձեր երեխաներին եք պահում ու մեղադրում եք ինձ կամ իմ աջակիցներին թուրքական կամ ադրբեջանական լինելու համար։ Պարոն Մինասյան, դուք բազմիցս Հայատ պրոջեկտի համերգին եղել եք հենց Հայատ Music Hall-ում ու այդ ժամանակ չեք մտածել այդ անվանումը ինչերեն է։ Լավ, ես ձեզ կապացուցեմ, որ դուք եղել եք։ Միապե չեմ տեսնում հավաքվածների մեջ Վարդան Ղուկասյաններից եւ ոչ մեկին։ Մեկը հասկանալի պատճառներով, Լաս Վեգասից դրամատիկ թատրոն չեն միացնի, բայց մյուսը, մյուսի մասնակցությամբ ենթադրաբար գաղտնալսում ասլիվ եղել ու լիքը հարցեր առաջացան։ Որովհետև գաղտնալսման մեջ նա ինչ ան սպառնում է շուկայի աշխատողներին ենթադրում է, որ սպառնան։ Փոխանցում է ենթադրաբար։ Իրեն բնորոշ համուհոտով։ Մեր գոկիկային մերել էին, ներազեին, իրանց կայնոներին եմ սե, մենասազին սաղին տեսեսել եմ, ժան 6 աղտես հավակտում է կարժեմ փոխան։ Ասա պորնեկներ, դիք սաղ ինքն է տեզի տավե։ Ինյանք սաղ են։ Մինչև իմ ուստաներս կպայք։
Պրոբլեմ, մեկ է, ես հանցին, բայց հետո նոր պրոբլեմ կունենա, եթե հանդարտակի դուք տերը չպահեցիք։ Ուրեմն մի adam աղջիկ կա, լավ, էլ մի խոսարով, լավ։ Անհավանական զուգադիպությամբ էլ իշխանությունները հենց այդ օրը որոշել էին գաղտնալսել Վարդան Ղուկասյանին, ու մեկ էսես հոп, Բայց ինչի համար այդ դուրը։ դες մտր զգային էլի որ մի բան կարող է լինի, բայց եկեք իհարկե անմեղության կանխավարկածը չխախտենք, հիմա գիտես ինչ, հիմա արեստական բանականություն խիտենց ձայնը կարելի է կլոնավորել, մնաց բաներն Ձայնը օքեյ, բայց կարող էր AI-ը, նաև բարբառը, այդ քֆուրը համու հոտը աներ։ ապեր ամեն օր AI-ը զարգանում։ Ես համարյա վստահ եմ, որ այս տեխնացուներից այն մեկը համարյա վստահ եմ, որ ինքն էլ է AI։ Բարև ձեզ, ես Կարեն Մալխասյանն եմ, Ապրելու երկիր կուսակցության քաղաքապետի տեխնազում։ Ես ունեմ երկար տարիների փորձ կառավարման ոլորտում, մասնագիտությամբ իրավաբան եմ։ 2021 թվականի ընտրությունների արդյունքում ներկայացված եմ Գյումրու ավականում։ Հա, հնարավոր է, բայց ինչ բնական են ստացել։ Ձայնը չէ, տեսքը։ Հա, նետերում ես, ամեն օր զարգանում է, Գյումրու բարբառը ինչա որ չկարողանան կրկնել։ Okay, վերադառնանք մեր սրաչին։ Բանավեճին։ Չեք կարողացել վերադարձնել ոչ ձեր իրավապահամակարգը, ձեր նշանակած իրավապահամակարգը։ Նորմալ չէ, ես դրա համար գոռում եմ։ Պարոն Մխիթարյան, ներողություն։ Խոսելու եմ այնքան ինչքան ճիշտ Ես ձեզ վերջին անգամ եմ զգուշացնում։ Ես զգուշացնում եմ վերջին անգամ։ Դուք ինձ վերջին անգամ ոչ մի բան չեք կարող։ Եթե բոլորի եւ անհարգալից լինեք, ես ձեզ ձայնը կկտրեմ պարզապես։ Դուք չեք կարող իմ ձայնը կտրեք։ Դուք չեք կարող իմ ձայնը կտրեք։ Այս երկրում չկա հանրային հեռուստաալիքը, որ կարողանա իմ ձայնը կտրել։ Արժեշտներ, ես թեժ պահերին, որ դեպատները թեժանում են, մի պահ կտրվենք մեր ամենա, չասեմ սիրելի, յուրահատուկ կարողություններով ոչված տեխնացույով։ Մարդ տեխնացու իր մարդկային ծրագրերով։ Որը հենց արդեն բարևելու պահից արդեն բոցում էր։ Բարի ողջույն սիրելի գյումրեցիներ, ողջունում եմ բոլոր տեխնացուներին, բոլոր դել իմ լավ գյումրեցիներն եք, որոնց հարգում եմ։ Բարի ողջույն, որովհետև ուղակի ողջույնը չի հերիքում։ Մարդ տեխնացուի համար իհարկե քիչ է էքսպրեսիան չկա, ջիգարը գյումրվա չկա։ Բարի լավ լույս, ց բարի տեսություն։ Լավ, արի տես չանլրջացնենք խաղազարանի տեխնացուին, մանավանդ որ մարդը հստակ ծրագրով է եկել։ Հետո մեր 14 միլիոնը մեզ հաստատ հերիկելու է քաղաքը կամաց հասցնել իր նպատակին։ Մենք ունենք էլի Գյումրու հզոր սփյուռք, որոնք պատրաստ են, եւ երեք հենց այս հեռախոսազանգ եմ ունեցել իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում 10 միլիոն դոլարի ներդրում են կատարելու Գյումրի քաղաքում։ Համարյա վստահ եմ, որ Աղազարյանի Մոսկվայի ընկերն ա զանգել, կամ դու, քեզ չեմ ասել չգժվացնես տեխնացուներին, արա։ Չդիմացա։ Իդեպ են Տարանտինոյի անունից որ զանգել էին դերային առաջարկում, էլի ես էի Թումայան։ Բայց վերադառնանք թեժ ու ավելի կարևոր թեմաներին։ Պարոն Մինասյան, լավ եք։ Լավ եմ, դու լավ ես մարդիճը։ Լավ եմ, շատ լավ եմ։ Ու լուժ մտածում եք, որ տղայիս ու հորս կալանավորելու արդյունքում, ցերպակալելու արդյունքում դուք ձեզ զգալու եք որպես հբարտ գյումրեցի, արժանապատիվ գյումրեցի, ու դուք համարում եք, որ սա լավ պայքար էր, սա ճիշտ պայքար էր։ Եթե այս զարգացումներից տեղյակ չեք, ապա բանավեճից ժամեր առաջ ձերբակալել էին Մարտուն Գրիգորյանի տղային եւ հորը։ Այսօր որերորդ ֆանտաստիկ զուգադիպությունն է։ Սպասի։ Խոշոր հանդիպումից հետո զգուշացրել եմ, որ արդեն բոլորդ պատրաստ եղեք, սկսվելու է, այդ մենք մեր առաջի անգամը չէ։ Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավից առաջ էր տեսանյութ հրապարակել, որում նշել էր, որ Արցախ թաղամասի փողոցներն է հարթեցրել խճապատել բնակիչների խնդրանքով։ Այս հիմքով էր անկախ դիտորդը դիմել դատախազություն, թե խճապատումը բարեգործություն է ու քրեորեն պատժելի արարք։ Քարոզարշավի մեկնարկից հետո Գրիգորյանը նման տեսանյութեր չի հրապարակել։ Այսինքն քարոզարշավից առաջ շեբեն անելու համար բռնում են, բայց եթե օրինակ Սարիկը էլի քարոզարշավից առաջ, բայց մի եկա հյուսիս հարավ ճանապարհն է դնում, ասում որ ես դիմեցի բանայցին, էդի օքեյ է, իդեպ ոչ մի քաղաքապետ, համայնքապետ կապ չունի էլի միջպետական ճանապարհների հետ։ Սարիկը, մեր Սարիկը ի պաշտոնե պետքա լավ գործեր անի, ինքը այդ մարդն է։ Այդ լրիվ ուրիշ մարդ է։ Քաղաքապետը կա,
Քաղաքապետարանի գործողությունները կարգավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով։ Նաև փորձեցին արդարացնել ճանապարհաշինության դեպարտամենտի Գյումրիի Շիրակացի փողոցի հիմնանորոգման մրցույթի անցկացման հայտարարությունը այս նախընտրական ժամանակահատվածում։ Համայնքապետի պաշտոնակատար ու տեխնացու Սարիկ Մինասյանն անձամբ էր կիսել այդ հայտարարությունն իր էջում։ Ավելին տարածքային կառավարման նախարարն էլ ասել էր, թե փողոցը նորոգում են Մինասյանի դիմումից հետո։ Տեսնում եք, արդեն որերորդ զուգադիպությունն է՝ ի օգուտ իշխանական Սարիկի։ Լավ, այդ ընթացքում դրաման, դրամատիկական թատրոնում այնքան էր, որ տանիքից պզում էր արդեն։ Մի րոպե խոսացիք, ճիշտ է։ Ասեցիք ինչ ուզում եք, ճիշտ է։ Հիմա իր մի րոպեն է, մի ընդհատեք։ Հարգեք բոլորին։ Բայց սուտ է խոսում։ Ինչ ուզում խոսում, Այսինքն կարող է սուտ խոսել։ Իր մի րոպեն։ Կարող է սուտ խոսել։ Կարող է սուտ խոսել։ Ինչ ուզի իր մի րոպե, կարող ասի, հասկացա։ Դուք ստորագրել եք հարգելու Պրագայում բոլորին հարգելու ճանաչել է Արցախը։ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ Ապրեք։ Դուք լսել եք պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, դուք լսել եք։ Ես շատ բան եմ լսել։ Դուք լսել եք։ Դուք հիմա լսել եք լսեք ուշադիր։ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն, ես վերջի անգամ ասում եմ, չեմ ասել։ Վերջինը ուլտիմատումներով մի խոսեք, ես ուլտիմատում ես խնդրում եմ ձեզ։ Մի հատ էս թողբոյի մեջ եկեք կանգ առնենք ու գնահատենք այդ սուրդո թարգմանչունով, չգիտեմ որքանով է հասցնում թարգմանել, բայց մարդը վիզա դնում։ Եթե պարզվի այս ամեն ինչի համար Պետրոսը պարքեավճար է ստանում, իսկ թարգմանչուին ոչ, ես չեմ պատասխան Նարեկի գործողությունների համար։ Ինքը պետք է մի րոպեն խոսա, ուրիշ ձև չի լինելու։ Շարունակեք։ Սուտ խոսեց էլի ընդհատելու է։ Ուզենա սուտ խոսակ, ուզենա Չէ, Հայաստանի Հանրապետությունը շատ է խոսվել։ Սուտ խոսեց։ Դուք հիմա այս ժամանակը ծախսեցիք, ես Տիկին Դանելյան, խնդրում ձեր եմ։ խաթր, հարց չկա։ Վերջ։ Արցախի հետ կապված գյումրեցիները հստակ հիշում են եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մարդիկ գումար էին հայտայտում վճարեին, որ Լեռնային Ղարաբաղ իրանց երեխաները չընկնեին, այլ ծառայեն Հայաստանի Հանրապետության գոնե ներսում։ Արցախը ուրանալու էյֆորիան տենց բանա, պահի տակ կարողա տարվես եւ Սարիկի պես են բոլոր նորմալ պատվով ծառայած տղեկի ծառայությունն էլ ուրանացն դեռ։ Մերապ, եթե ամենակոնֆլիկտային մասը Հայաստանի Արցախն էր, որտեղ բա պետք է լիներ ամենաշատ զորքը։ Չգիտեմ, Կոբուլեցիում։ Դուք փաստացի այդ գյումրեցի ընտանիքներին կոռուպցիայի մեջ եք մեղադրում։ Խնդրում եմ, կասեք, քանի դատական վճիռ գիտեք նման գործերով եւ գոնե մեկ ընտանիք կասեք, որ գիտեք, որ իր երեխային Արցախում ծառայելու համար գումար է տվել։ Իհարկե ոչ մի անուն չտվեց, դրա համար եկեք բաց թողնենք Թումանյանի նոր դոզան։ Թումանյանը լիքը իրատեսական խոստումներ ուներ։ Կենտրոնը լինելու է առանձին, ուտել խմելու վայրը լինելու է առանձին։ Այս մի վայրը կառուցվելու է մուշ թաղամասում, ասենք կրկես։ Այդ մի խոստումը ոնց որ արդեն սկսել է իրականացնել։ Լուրջ։ Երևանում 150 տարի չեմ կարող բացեն կրկեսը։ Թումանյանի կարգախոսն է, ասեմ անեմ։ Ուզում եմ ես քեզ սիրել, չէ, չեմ կարող։ Ուզում եմ քեզ անկյուրել, չէ, չեմ կարող։ Այ լեոպարդների պահը չի ֆիքսել։ Կա նաև туриզմի զարգացման ծրագիր։ Հենց այդ տուրիստը, որ եկավ, շահելու է մեր տնտեսվարողը Գյումրեցի, հյուրատները, տաքսիները, հիվանդանոցները, պոլիկլինիկա, ես այսպես շարունակ գումարը մտնում է քաղաքացու գրբանը։ Ինչ է կանելու, որ տուրիստները դեն զանգվածաբար ընկնելու են հիվանդանոց ու պոլիկլինիկա։ Երևի պետքա տաքսիստների հետ խոսեմ, մի քիչ վատ քշեն։ Okay, վերադառնանք թեժ բանավեժին, բայց Գյումրու մասին էլի։ Իրենց գումարները ներդնելով Գյումրիում ապահովված են լինելու բյուրոկրատական քաշքշուկներից, փայ մտնելուց, փաստաթղթային արագ մի վայրկյան դուք որ խոսում եք ես չեմ ընդդեմ չի կարելի անընդհատ անում որը մենք չենք ուզում կասկածենք ձեր ես էստեղ հարցաքննության չեմ եկել որ դու օպենբեգից մեկ փայ մտնելու դեպք ասեք գնա հայտարարություն տուր կամ կպատասխանեմ քննիչների մոտ իմի ես չգիտեմ դու պրոդյուսեր ես ինգեր փայ մտնելու դեպք ասամ ես համայնքի ղեկավարի տեխնացու ես գոհադանես փաստաբանես թե դատախազ մտնելու դեպք ասա։ Գնացեք հայտարարություն տվեք, ես հայտարարությունները դուք եք անում։ Դե քանի որ ոչ մի տես դեպք էլի չհիշեց, ես ունեմ եւս մեկ հրաշալի զուգադիպություն։ Էլի հրաշալի զուգադիպություն է եղել նարեկ։ Ու չես պատկերացնի ում օգտին։
Էլի Մինասյանի օգտին նարեք։ Ապշելու բանը, չէ։ Առավոտյան նաև ձերբակալել էին Մայր Հայաստանի ակտիվիստներից Էմմա Գրիգորյանին։ Դաշինքի համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն ասաց, կնոջը բերման են ենթարկել 2 անչափահաս երեխաների ներկայությամբ։ Հարցադրումներս թե ինչի համար եք եկել, ինչ եք ման գալիս, որովհետեւ բացատրություն չեմ ստացել։ Ընթացքում իմացա, որ նաև մեր համակիրների տներն են գնացել։ Ժողովրդարության բաստիոնում չեն նայում կին, թե տղամարդ, հենց քարոզարշավի հենց ընթացքում, թե հետո այդ սաղ կապ չունի։ Լսի, բոլորին ցույց տվեցինք, բացի Լևոն Բարսեղյանից, Եվրադաշինք են վերջի։ Արա, հա, ճիշտ։ Արի հավասար լուսաբան ենք բոլորին։ Խնդրում եմ բացարձակ մերժելի համարել օտար երկրներից քաղաքական ուժերի ազդեցությունը Հայաստանի ընտրական համակարգի վրա, քանի որ ինչպես նշվեց դժվար առաջին անգամն է, դա կարող է դառնալ խասյատ։ Հումորը հագին լավն էր, նուրբ էր։ Ուղղակի շատ ափսոս, որ հենց իր դաշինքի անվանումը ոտից գլուխ օտարերկրյա ազդեցություն արդեն։ Ինչի մենակ անվանումը մարդը օտար երկրների միության դրոշ է տնգում կողքը, ու ասում է, ոչ մի ազդեցություն չկա, մենք ենք, այդ մենք ենք։ Քվեաթերթիկ համարվեց։ Այն դեղին աստղերով կապույտը Հայաստանի դրոշը չէ, եթե վերջի 15 րոպեում չեն փոխել։ Դե վերջ, այսքանով դեբատները ավարտվեցին, ինչպես նաև մեր փոփկորնը, բոլորին շնորհակալություն։ Հա, նո կարևորն է, առանց ոչ մի ինչ-որ ապոկալիպտիկ խոստումի ամեն ինչ ավարտվեց։ Մեր Գյումրի քաղաքում տեղի ունենալու հրաբուխ, եթե այս ընտրություններից հետո գյումրեցին ճիշտ որոշում չկատարի։ Մնացեք մեզ հետ։ Մնացեք։ Սպասենք հրաբուխին։ Հիմա լսեք ու գժվեք, D-Energy-ն համալրվել է G30 նոր վարդակների գույներով ու տեսակներով։ Ձեզ ենք ներկայացնում G30 վարդակները, որոնք մի քանի խնդիր կարող են լուծել միաժամանակ։ Դու կարող եք ցանկացած 2 տեսակի տեխնիկա միաժամանակ միացնել, օրինակ ֆեն ու ֆրիտյուրնիցա, փոշեկուլ ու չգիտեմ iPhone զարյատքի դնեք։ Լարային միացման 2 տարբերակ՝ USB եւ Type-C։ Իդեպ ապահովում է 20 վատ fast charge հզորություն։ D-Energy էլեկտրականություն, որին դուք արժանի եք։ Գիտնականները ապացուցել են, որ լիցքավորման տեղի համար պայքարը 21-րդ դարի լրջագույն կռիվներից է։ D-Energy-ն այդ հարցը լուծել է։ Միած սաղը ցուսեք վայ։ Դու արի հետս։ Մնացածը շարունակեք։ D-Energy վարդակները մեզ հասել են ապագայից, տարբեր դիզայներական լուծումներով, գույներով։ Իսկ ինչա։ Կախարդական պանել, որը միանում է մի կետից, մի լարից, բայց վրան կարող է լինել մի քանի վարդակ, կամ մեկը, որը կարող է պատի մի կողմից գնալ մեկ այլ կողմ։ Այս պայի համար գժվում եմ։ Կամ մի քանի վարդակ, որոնցից մեկը կարող է էլեգանտորեն դուրս թռնել եւ հայտնվել մեկ այլ պատի վրա։ Ու դե դիմերներ, լույսի հզորությունը այլևս որոշում է ոչ թե ցանցը, այլ դուք։ Նաև անջատիչներ սովորական եւ սենսորային, որոնք զգում են քո մոտենալը, օրինակ գիշերը մեղմ լույս կմիացնեն, որտեղ պետք է առանց մյուսներին խանգարելու։ Նույնը կարող է լինել նաև աստիճանների վրա, աստիճանաբար։ Համ տան համար, համ օֆիսի, ընտրի որն ուզում ես, նարեկ։ Նարեկ։ Այս կաններ այսօր արում կոմեդի։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Ես իմ համեստ ներդրումը պետք է բերեմ, անեմ ամեն ինչ, որ ինչքան որ կարամ։ Որ չվերարտադրվի, պարոն Փաշինյանը։ Զգացիր ես նուրբ պահը, որը Աղազայանին մանդատից զրկելու օգտին քվեարկեց 60
5 հոգի։ Իսկ Տարոն Մարգարյանին զրկել օգտին 67 հոգի։ Ուզում ես Ով ասել, էին այդ 2 հոգին։ ուզում ես ասել Աղազարյանը եւ Ասլանյանը, հա, օրա, էլի գոնես մարդ, կտորը մարդ է։ Նույն կրակի մեջ է գնգել երկուսը։ Ինչ կրակի մեջ, իրանք շարունակում են սկզբունքային են, Վաղը մեսօր նույն կամերում Իրանք կարող ասում են մենք չենք հերվացել ԿՊ-ից, ԿՊ-ն է հերվացել ԿՊ-ից։ Օրդը չէ, ինձ թվում է այդ իրավիճակում կարելի էր, էլի, sense քո հետ նույն խորտակվող նավի մեջ մարդու դից չգցե իր ակոլաներին, էլի, Դե չէ, հիմա դուս Տարոնը Գրեք, կոմենտներում արտահայտվեք, ինչպես պետք է Ասլանյանենք ու Աղազարյանը քվեարկենք։ Եթե հավանեցիք այս արմքոմեդին, միացեք մեր Patreon-ին։ Դուք ունեք 24 ժամ։